Լինել վճռական, ես ուժեղ եմ, երբ կանգնում եմ այն վստահության, որ իմ Տեր Աստված պատերազմում է իմ փոխարեն։ Երկրորդ մնացորդաց 20:17-ում ասում է. դուք չեք պատերազմելու այս անգամ, դուք կացեք, կանգնեք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ հետ, մի վախեցեք և մի զարհուրեք, էգուց նրանց դիմաց դուրս եկեք և Տերը ձեզ հետ է լինելու։ Կյանքի ճանապարհորդության մեջ դուք կցանկանաք հանձնվել։ Յուրաքանչյուրիս կյանքում լինում է ժամանակ, երբ ուզում ենք պարզապես պառկել և ոչինչ չանել։ Բոլորս էլ սայթաքում ենք, ձախողվում, բայց հաղթանակ են տանում նրանք, ովքեր ունակ են կրկին ոտի կանգնելու։ Շատ մարտերում հաղթում ենք պարզապես հակառակորդից ավելի երկար դիմադրելով։ Վճռեք հաստատակամ լինել հավատքում, նույնիսկ երբ ուժեղ չեք զգում ձեզ։ Ձեր զգացմունքները կսահմանափակեն ձեզ, որովհետև իրականում դուք չգիտեք, թե ինչի եք ընդունակ, մինչև չդրսևորեք ձեզ։ Երբ հաստատ կանգնած ենք, մեր Տերը պատերազմում է մեզ համար։ Կա ոլորտ, որից ամեն ժամանակ փախնում եք, հոգևոր տարածք, որից հետ եք կանգնել։ Աստված կանչում է, որ վերադառնաք ձեր դիրքերը։ Նա, ով խոստացել է, հավատարիմ է, Աստված ուժեղ է և ուզում է, որ դուք էլ ուժեղ լինեք։ Նա կհայտնի իր ուժը ձեզ, որպեսզի կարողանաք հայտնել այն ձեր միջոցով։ Տերը պատերազմում է մեր փոխարեն, երբեմն հաղթանակը գալիս է, երբ պարզապես շարունակում ենք մնալ մեր դիրքում։ Մենք հաղթում ենք, երբ շարունակում ենք սիրել, տալ, ծառայել և սովորել։ Մեկ այլ մարտում հաղթում ենք երգելով։ Երբ երգում ենք Աստծո խոսքը, երգում ենք հոգու սրով։ Երբ աղոթում ենք նրա խոստումներով, երգում ենք աղոթքով։ Որոշ մարտերում հաղթում ենք լռությամբ և նրան անձնատուր լինելով։ Մենք այնքան վստահ ենք, որ Աստված բարի է և բարի է գործում, որ պարզապես վստահաբար ժպտում ենք, գիտենալով, որ հաղթանակը նրանն է։ Երբ դուրս ենք գալիս նրա զորությամբ, կարող ենք դիմակայել կյանքի հարվածներին, հիասթափությանը, հյուծվածությանը կամ բացահայտ հակամարտությանը։ Մեզ ասվում է՝ մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես զորացնում եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով։ Եսայիա 41:10։ Եկեք աղոթենք։ Ամենակարող Աստված, ես կմնամ քեզ հավատարիմ, մինչ դու կպատերազմես իմ փոխարեն։ Ես ընտրում եմ վճռականությունը և հաստատակամությունը ամեն օր, մինչ մարտը պսակվի հաղթանակով։ Ես որոշել եմ լինել վճռական և հանձնել իմ մարտերը, Տեր, քեզ և հավատալ, որ ամեն հաղթանակները քեզանից է, հաղթանակների Տիրոջից։ Օրհնյալ է քո անունը։ Ամեն։